Ողջույն հարգարժան հետևորդներ, այս ձևաչափով շարունակում ենք քննարկել մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր, ինչպես միշտ այս ձևաչափով զրուցելու եմ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մերաբյանի հետ, ես Արման Բաբաջանյանն եմ, նույն կուսակցության նախագահը, բարի լույս։ Բարի լույս։ Վերջին օրերին զարգացումների, խմորումների պակաս չկա, ինչ-որ հարցազրույցներ, սեփական լրատվամիջոցներին, նաև արտերկրից կարևոր հայտարարություններ, զարգացումներ մեր շուրջ, Կենտրոնական Ասիայից մինչև Ուկրաինա, շատ չափազանց հետաքրքիր զարգացումներ Միացյալ Նահանգներում, Սիրիայի նախագահը վերջապես հանդիպեց Սպիտակ տանը նախագահ Թրամփի հետ, դա իրապես շատ մեծ իրադարձություն է եւ դա նախանշելու է իհարկե նաեւ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների բոլորովին այլ ծավալի ներգրավվածություն, մանավանդ որ նաեւ իսրայելա-սիրիական համաձայնությունները պահպանելու համար Միացյալ Նահանգները պատրաստվում է մեծ ռազմական բազա տեղակայել Սիրիայի տարածքում, հենց Դամասկոսում։ Այս եւ այլ կարևոր հարցերի մասին պիտի խոսենք, բայց ավելի պիտի անդրադառնանք եւ կենտրոնանանք մեր հարցերի վրա։ Ես հատկապես ուզում եմ ցորենի մասին խոսենք, հացահատիկի մասին խոսենք, բայց ոչ թե դրա այսպես կոչված որակի մասին, այլ ընդհանրապես Ռուսաստանից եկած նախորդի այսպես ուղերձների, որոնք բավական տարօրինակ երանգներ ունեն։ Ուրեմն Ռուսաստանի հետախուզական ծառայության հայտարարությունը շրջանառվեց լրատվամիջոցներով, ըստ որի Հայաստանը պատրաստվում է կտրել կապերը Ռուսաստանի հետ եւ առաջիկայում ուրեմն Ուկրաինայից է ներկրելու հացահատկի անհրաժեշտ ծավալը ավելի թանկ գնով, քան ռուսներն են մեզ առաջարկում։ Ընդհանրապես նախ ես շատ պիտի ուզեի, որպեսզի մենք առանձին քննարկման առարկա դարձնեինք հացահատիկի մեր ներքին ինքնաբավության հարցերը։ Մենք անընդհատ մարզերում ենք, խոսում ենք, հատկապես հանդիպել ենք այն բնակավայրերի մեր հայրենակիցներին, գյուղական բնակավայրերի մեր քաղաքացիներին, ովքեր լրջագույն դժվարություններ ունեն հացահատիկ արտադրելու եւ իրացնելու։ Այն դեպքում, երբ Հայաստանը չափազանց վտանգավոր ծավալների է հասցրել իր կախվածությունը Ռուսաստանից, 80% հացահատիկի մեր ներքին կարիքներից 80%-ը մենք փաստորեն ապահովում ենք Ռուսաստանից ներկրված հացահատիկի արժեքը։ Ներկրումների 100%-ն է մոտավորապես կազմել։ Եվ այդ իմաստով, այո, 100% մոտավորապես չէ։ Որովհետև Ղազախստանի այս վերջին հացահատիկը 4 սորտի այդ հայտնի 1000 տոննան, ուրեմն մենք ներկրել ենք բացառապես Ռուսաստանից։ Գուցե եւ հարմար արժեքով, բայց մի մատակարարող ունենալը բոլոր իմաստներով չափազանց վտանգավոր է, բայց մինչև մատակարարումներին հասնելը կարծում եմ, որ մենք որպես օրակարգային ռազմավարական նպատակ պիտի դնենք մեր ներքին ինքնաբավությունը հացահատիկի հասցնել առնվազն 50%-ի։ Դա միանգամայն լուծելի խնդիր է, որից հետո մնացած 50%-ը բազմազանեցնել աղբյուրները ներկրման ըստ գնի, ըստ լոգիստիկայի, ըստ առաջարկի, որտեղ տարբեր տարիներին տարբեր բերքատվություն է լինում, մանավանդ որ մենք հիմա գիտենք, որ այս տարի մեծ բերք է ապահովվել Մերձավոր Արևելքում, Հարավային կիսագնդում Եգիպտոսում հատկապես։ Եվ այդ պատճառով ռուսական ցորենը պահեստներում մնացել է եւ գնորդներ չկան, բնականաբար նաեւ կան պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ եւ բոլորը չեն կարող, բոլորի համար հասանելի չէ։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք եւ մենք փաստորեն չենք ուզում երկախված մնալ ռուսական հացահատիկից։ Ու առաջացել են այսպիսի կազուսներ, որոնք ոչ միայն չեն սահմանափակվում հակահետախուզական կամ հետախուզական ծառայության հայտարարություններով, նաև Պեսկովն է գալիս հաստատում, որ մենք հենվում ենք հետախուզության ուրեմն տարածած հաղորդագրության վրա հաստատելով, որ այդ քաղաքականությունը եւ այդ
հայտարարության հեղինակը ոչ Նարիշկինն է, որի կապերը ադրբեջանցիների հետ տարիներ առաջ բացահայտվեց, որ շոկեբաղնիկներում հարբելու ադրբեջանցիների հետ ժամանակ անցկացնելու սովորություն ունի։ Իդեպ Նարիշկինը նաև շատ սերտ կապեր ունի Տաշիր գրուպի ընտանիքի հետ։ Եվ ընդհանրապես որտեղից փողի հոտ է գալիս եւ Սամվել Կարապետյանը, ինձ Կարեն Կարապետյանը պատմել է, որ Նարիշկինի դուստրը Երևանում է հանգստանում իր զավակների հետ, ընտանիքի հետ։ Այսինքն այդ աստիճան մտերմություն կա։ Եվ դրանից հետո բացահայտվում է Նարիշկինի կապերը ադրբեջանցիների հետ, ինչը շատ ավելի խոսուն է դարձնում, որ հետախուզական ծառայության պետը, որը նախկինում նաև այդ երկրի խորհրդարանի նախագահն էր, կարող է այդպիսի վարք դրսևորել, եւ բնականաբար մենք հիմա տեսնում ենք, որ գնալով արտաքին քաղաքական կուրսը ավելի ու ավելի շեշտվում է փոփոխությունները։ Նախորդին Եվրամիության դեսպանների հետ միաժամանակ հանդիպում էր ազգային ժողովի նախագահը, վարչապետը, արտահայտության նախարարը, արտգործնախարարությունը։ Սա չի կարող նոր, այսպես քաղաքական գծի ուղենիշների, ուղեցույցների մասին չազդարարել։ Ես կուզեի, որպեսզի հացահատիկը որպես հիմնական պատճառ քննարկենք այս բոլոր զարգացումները, նաև չափազանց ուշագրավ զարգացումներ, այսպես ուղեկցելով եւ առնչելով Ուկրաինայում տեղի ունեցող։ Հրամեցեք։ Դա նախ ծորանի որակի շուրջ խոսակցությունների որակը ինքնին արդեն սկսեց կասկածներ առաջացնել, երբ չկար ոչ Նարիշկին, ոչ Պեսկով։ Երբ Ղազախստանից մասնավոր ընկերության պատվիրված ծորենը 4-րդ կարգի գալիս է Հայաստան, որում այդ ընկերությունը ինչ պատվիրել, այն էլ ստացել է։ Այդ ընկերությունը պետք էր 4-րդ կարգի ծորեն։ Նա պատվիրեց Ղազախստանում եւ ստացավ իր պատվերը։ Թվում էր, թե ինչն է խնդիրը։ Խնդիր չկար եւ չէր կարող լինել, բայց մենք տեսանք ռուսական շահերի նկատմամբ սենտիմենտալ զգացմունքներ ունեցող շրջանակների մոտ մի այսպես կոլեկտիվ մի աղմուկ, աղաղակ, ոռնոց, կախկանձ եւ այլն, թե ոնց թե 4-րդ կարգի ծորեն եք բերել։ Ինչ մեր երկրին 4-րդ կարգի ծորեն պետք չի։ Ներողություն, սա երկրի առանձին մի տնտեսվարողի մի տնտեսվարողին չի կարող պետք լինել 4-րդ կարգի ծորեն։ Մանավանդ որ այդ տնտեսվարողը եւ անասուն է պահում, եւ խոզաբուծարաններ ունի, եւ ահռելի ծավալի արտադրական հզորություններ ունի, սուպերմարկետներ ունի, որտեղ հաց է արտադրվում, որի մեջ հավանաբար նաեւ օգտագործվում է 4-րդ կարգի հացահատիկը։ Մենք ծորենագետ չենք, բայց տրամաբանությունն է, չէ՞, այդպեսին։ Մինչ այդ նա բերում էր Լարսով եւ դա արժեր X։ Եթե բերում է այս ուրեմն ճանապարհով, դա ստացվում է X մինուս ինչ որ երկնիշ տոկոս։ Նո, ավելի լավ է։ Դա լավ է, թե լավ պայմաններով, ավելի լավ պայմաններով։ Թվում էր, թե պետք է դրանից միայն գոհունակություն հայտնել, բայց պարզվում էր չէ։ Հետո այդ առարկողների փաստարկները կարծեք թե ծառուցանակի առարկա դարձան եւ բնականաբար եւ ռուսները որոշեցին իրենք շարունակել այս կամպանիան, այո, եւ ոչ ավել ոչ պակաս արտաքին հետախուզության մակարդակով։ Իհարկե ինչ մակարդակի է նրանց արտաքին հետախուզությունը, հենց Նարիշկինի կերպարը ինչ բավարար որպեսի գնահատենք։ Հա, էլի, այսպես շատ սիմվոլիկ է, հա։ Ադրբեջանցի օլիգարխների, շոկեբաղնիկների մի քիսաչի, որտեղ փողի հոտ է առնում, գնում պարկում է այնտեղ։ Այնտեղի մեջքն է քսում, ուրիշ ոչ մի բան։ Հա այդ մակարդակի արտաքին հետախուզությունը Հայաստանի ծորենի մասին զեկույց է ներկայացնում։ Եվ դա էլ չի բավարարում։ Երբ Փաշինյանն էլ պատասխան է տալիս, մենք հրաժարվելու բան չունենք։ Մտադրություն չունենք։ Մտադրություն
չունենք, չենք էլ ունեցել, բայց մի համաշխարհային շուկա է, մենք պարտավորություն չունենք, չէ՞։ Գնանք, չգնանք, չհարցնենք, էլ ուրիշով է ծախում, ինչ գնով եւ այլն։ Եվ մի քիչ էլ այսպես հեգնական ձևով, չէ՞, եզրասի օրհնած ամուսնությունը չի, բան չի եւ այլն։ Եվ փաստորեն դա չբավարարվեց եւ պարզ դարձավ, որ այս ամենը Պուտինի հրահանգով է իրականացվում, նրա մամլուք հարտուղարն էլ դա եկավ հաստատել։ Սա ռուսական պետության քաղաքականությունն է։ Նարիշկինի բարոյական կերպարը այստեղ կապ չունի։ Բոլորն են այդ նույն բարոյական կերպարի, որովհետև Ռուսաստանը բարձրաստիճան պաշտոն են զբաղեցնում։ Այստեղ այլևս զարմանալն է միայն մնում զարմանալի։ Հիմա հարց է առաջանում, իսկ այդ լավ չի, որ Հայաստանը կարող է նաև այդպես վարվել։ Իհարկե լավ է։ Դա նույնն է, ոնց որ մարդուն մեղադրես, թե ինքը հարբեցողությունը թողել է, զբաղվում է որոշել է զբաղվել սպորտով, առողջությամբ, դե իսկ օրը մի շիշ օղու փողն էլ Եվրամիությունը կտա այդ առողջ ապրելակերպը խրախուսելու համար։ Ու դրա համար մարդուն մեղադրես, ասես ոնց, ինչի համար։ Աբսուրդ։ Հարբեիր էլի։ Հա, հարբեիր էլի լավ էլ առողջ ապրելակերպը, կենսակերպը ինչի դե։ Այ մոտավորապես այս մակարդակի խոսակցությունը գն։ Հետևաբար սա շատ լավ որոշում է։ Իսկ եթե Պեսկովն ասում է մի բան, որ այ սա շատ վատն է, դա նշանակում է Հայաստանում ինչ-որ մի ճիշտ բան են որոշել անել։ Պետք է անել ուղղակի։ Անել մինչև վերջ։ Ինչու է այս խոսակցությունը հիմա սկսվում, որովհետև այլընտրանքային ճանապարհի հասանելիություն է բացվել եւ դա էապես թույլատնում է Ռուսաստանից գերկախվածությունը Հայաստանի եւ Հայաստանին հնարավորություն է տալիս խոսել նաեւ այլոց հետ։ Իսկ ինչ է անում Ռուսաստանը? Ռուսաստանը թունավորում է մեր հարաբերությունները Արևմուտքի հետ, այն իբր ֆրանսիական, իբր ֆրանս 24-ի կողմից տարածվող այդ ապատեգատվությունը, որ արդեն պետքարտուարության հատուկ ստորաբաժանումն է, դա բերում որպես դասագրքային օրինակ, թե ինչ է անում ռուսական ուրեմն պետությունը։ Ֆրանսիայի հետ հարաբերությունները ուղղակի թունավորում են հարաբերությունները Սփյուռքի հետ, Հայաստանի, թունավորում են Հայաստանի հարաբերությունները բոլորի հետ, հարևանների հետ։ Որովհետև դա է գրավականը Ռուսաստանից կախված ծայրաստիճան կարևոր է Ուկրաինայի հետ հատկապես հարաբերությունները։ Մենք գիտենք, որ տևական տասնամյակներով Ռուսաստանը որևէ կերպ չի կաշկանդվել եւ խուսափել կամ ունեցել այսպես արգելակներ մտածածի նարատիվներ գեներացնելու եւ շրջանառելու հայ-ուկրաինական հարաբերությունները որևէ կերպ այն որ Ռուսաստանը ռուսական վարձկանները Ադրբեջանի կողմից ամենամեծ վնասն են հասցրել Արցախի եւ Հայաստանի հայերին դրա մասին ոչ մի բան չի խոսվում, բայց ուկրաինացի վարձկանների մասին, որոնց Ուկրաինան միակ պետությունն էր, որ իր օրենսդրությամբ դատել է իր վարձկաններին։ Դատական process է եղել։ Եւ դրանից էլ հետո անցում է կատարում ֆոսֆորի պատմությունը։ Մի պատմություն, երբ տեսանք այդ ֆոսֆորը ոնց է լցվում Մարիուպոլի վրա, եւ դա ուկրաինական չէ, դա ուկրաինացիների վրա է։ Հատկապես նրանք, ովքեր դրա մասին այսպես հետևողականները խոսում էին, հասկացանք, թե դա ինչ քարոզչական ֆաբրիկաներում պատրաստված նյութ է եւ ովքեր են դրա հեղինակները։ Եվ իհարկե ես ընդհանրապես կարծում եմ, որ Հայաստանը այլևս պիտի իրեն հնարավորություն տա, ինչպես նշեցինք,
Եգիպտոսից, Կանադայից, եթե դրա կարիքը կա, Ղազախստանից, Ուկրաինայից եւ նաեւ Ռուսաստանից էլ շարունակել ներկրել։ Այսինքն այսքան ցավագին ընդունելու այս ինֆորմացիան իմաստ չունի, հակառակը Հայաստանի առաջնահերթ խնդիրը պիտի լինի ներքին ինքնաբավության ծավալները մեծացնել, մեկ եւ երկրորդ հնարավորինս շատ երկրներից ներկրել որակյալ եւ լավ արժեքով հացահատիկ։ Այս ինչ մի դրամատիկ պատմություն եք սարքել եւ արտաքին քաղաքական այսպես լուրջ մտորումների ու վերլուծությունների առարկա, որին Պեսկովը հարկ է համարել հատուկ անդրադառնալ ու պատասխանել Հայաստանի վարչապետին, որ ասել է, որ մենք հատուկ այդպես կար բան չունենք, կախվածություն չունենք եւ պարտավորություն չունենք ռուսների առաջ, որ այդ հացահատիկը պիտի միայն ներկրենք։ Եվ այո, ունենք այդ ազատությունը, Ուկրաինայի հետ էլ խոսելու, Ղազախստանի հետ էլ խոսելու, առավել եւս, որ մեր տնտեսվարողներին այլևս որևէ բան չի կաշկանդում եւ ուկրաինացիների հետ խոսել, եւ կանադացիների հետ խոսել։ Հայաստանի գլխավոր խնդիրն է իր տնտեսվարողների համար ճանապարհներ ապահովել։ Այո, տնտեսվարողներն միջավայր ստեղծել։ Այո, որ ճանապարհով կբերի, ինչ արժեքով կբերի։ Ի վերջո, եթե խոսում ենք շուկայական հարաբերությունների մասին, վերջում գինն է որոշելու այդ մարդու մրցունակությունը եւ Բայց այս մարդիկ իրենց պահում են ոնց որ 90-ականների սկզբին նոր ձևավորվող շուկաներում այդ ռեկետով զբաղվող բանդիտներին, չէ՞, որոնք շուկայում գնորդներին, վաճառողներին ինչ էին կարգադրում են թե ով ինչ պետք է անի եւ բոլորի վրա հարկ են կարգավորում շուկան։ Դե ԵԱՏՄ-ն մոտավորապես հենց այդպիսի բանդիտական մի կազմակերպություն է ու եթե ԵԱՏՄ-ն մեզ լավ պայմաններ առաջարկեր, գուցեև Հայաստանը այո պահպաներ գնումների ծավալները, նախկին ծավալները Ռուսաստանից, բայց մենք ԵԱՏՄ-ում գտնվելով որևէ առավելության բան չենք, նշաններ չենք ստացել։ Հետո ծանր հարց կա, Ռուսաստանում ցորենի որակը այո գնալով ընկնելու է։ Ինչի համար, որովհետև այդ սերմացուն Ռուսաստանը այն բարձրակարգ սերմացուն, որը մեծ բերքատվություն ունի, ինքը չի արտադրում, դա ներմուծով էր, հիմա էլ չի ներմուծվում չի ներմուծվելու, որակը ընկնելու է, բերքատվությունն ընկնելու է, մեզ նախ եւ առաջ այդ սերմացուի հարցերում, մեր ներքին ռեսուրսների համար, նախ այդ 50%-անոց ինքնաբավության չմշակվող հողերը, հա, դա այդ բարբարոսության մասին մենք շատ ենք խոսել։ Այս հարցը պետք է լուծվի։ Հետո այո, բարձրակարգ սերմացու պետք է բերվի եւ բարձր բերքատվություն ապահովվի, այդ թվում ջրովի կլինի, թե ոռոգովի, թե եւ այլն։ Եվ այո, եւ պետք է հասկանանք, իսկ ով ասել, որ մենք ամուսնացած ենք Ռուսաստանի ցորենի հետ ի վերջ։ Ռուսաստանի հետ ցանկացած ապրանքային պոզիցիայի վերածումը Հայաստանի վրա քաղաքական ճնշման գործիքի Հայաստանի համար պետք է ուղղակի հայտարարվի որպես անընդունելի այլևս։ Մենք տեսանք Եվրոպան, չէ, ասում էին Մերկելի փիլիսոփայությունը։ Եկեք գազ գնենք, նավթ գնենք Ռուսաստանից, այդ կոնվերգենցիան տեղի ունենա եւ ամբողջ Եվրոպայի համար մտածում էր, որ դա կախվածություն է ավելացնում Ռուսաստանի նկատմամբ եւ դա կկանխի հետագա էսկալացիան եւ թույլ չի տա տնտեսական շահը թույլ չի տա, բայց մենք տեսանք նրանք թքած ունեն այդ տնտեսական շահի վրա, Պուտինը վերեկենում եւ ասում է, սա մեր էներգետիկ զենքն է Եվրոպայի դեմ։ Նրանք էլ սկզբից զարմացան, հետո զայրացան։ Հետո փակեցին, ասացին դու էլ քո զենք Բրեժնևի ժամանակ մշակած ու աշխատած պրոյեկտներն են հիմա փակվում, չէ՞, Սիբիրից բանի կրուպի խողովակների դիմաց, հա, այդ գազի գալու այդ պրոյեկտները փակվում են։ Ինչու՞ համար, որովհետև մենք գործ ունենք կազմակերպված հանցավոր խմբավորման հետ, ով զավթել է պետությունը եւ այն վերածել սերիական հանցագործությունների գործիքի։ Ահա սա է Ռուսաստանը։ Ռուսաստանի հետ հարաբերությունները այլևս չի կարող դիտարկվել որպես նորմալ կամ տնտեսական շահի տեսակետից։ Դա թունավոր է, դա
չարորակ է, դա վտանգավոր է, հետևաբար վնաս է առողջությանը, ո՞ց բացատրենք։ Մենք տեսանք Ուկրաինայում այս կոռուպցիոն սկանդալը, այս 1-2 օրվա Ռուսաստանի հետ աֆիլիացիա։ Ռուսաստանի հետ նորմալիզացված հարաբերություններ նշանակում է սպառնալիք խաղաղությանը, սպառնալիք կոռուպցիոն տեսակետից եւ սպառնալիք ժողովրդավարությանը բոլոր առումներով, այսինքն կառավարությունը պարտավոր է հասկանալ իր բոլոր օրակարգերը ինքը իր ձեռում դնում է հարվածի տակ։ Եթե ժողովրդի լեզվով ասած թամահ է անում մի 2 կոպեկ էժան ինչ որ ապրանքային պոզիցիայի։ Այս բանը պետք է մենք հասկանանք։ Պետությունը միայն հաշվապահությամբ չի, չէ, իր օգուտներն ու վնասները։ Իհարկե։ Բանանում։ Լավ, ռուսներին թողնենք, գանք մեր խնդիրներին, մենք քանի որ ավելի շատ ենք մարդկանց հետ մարզերում, գյուղական բնակավայրերում խոսում եւ դա մեր կարևոր առավելությունն է, ես կուզեմ, որ մենք այստեղ հատուկ շեշտենք, թե ինչպես է ներքին քաղաքականությունը ուղիղ կապվում արտաքին քաղաքականությանը եւ մենք մշտապես խոսում ենք, որ ներքին քաղաքականություններն են բոլոր քաղաքականություններն են ներքին։ Եվ այս իմաստով, եթե մենք պատշաճ մակարդակով ուշադրություն դարձնենք մեր երկրի ներքին ռեսուրսներին, արդյունավետ կառավարման այդ ռեսուրսների կարգավորիչ դերին պետության, մենք տեսնում ենք գյուղացիական տնտեսությունների ուղղակի դեֆորմացիա եւ մենք մեր այս պոտենցիալը կարգի բերելու, ուշքի բերելու հրամայականի առաջ ենք։ Որքան մենք կարողանանք այս մեր ներքին պարենային ինքնաբավության հարցերը լուծել եւ ինչպես դուք եք նշում, մեր այդ 50% չմշակվող հողատարածքները վերջապես դրանց կյանք հաղորդել եւ մեր ներքին այդ պարենային անվտանգության հարցը որպես կարևորագույն հարց, ազգային անվտանգության կարևորության հարց դարձնել, ես կարծում եմ ընդհանրապես արտաքին գործընկերներին, այդ թվում Ռուսաստանին, այսպիսի հարցերով հայտարարություններ անելու ուրեմն առիթ չենք տա։ Կենտրոնանալ բացառապես ներքին խնդիրների վրա եւ ներքին կարիքները փորձել բավարարել բացառապես ներքին ուժերով մեր ունեցած կարողությունները։ Ինչքան հնարավոր է։ Այս սա կլինի իրական պատասխան, որ սա մեր ռազմավարական նպատակն է եւ մենք որոշել ենք ավելի կենտրոնանալ այս ներքին այս անոմալ վիճակը հաղթահարել։ Ի վերջո 80% անապատ ունեցող, մենք Իսրայելից շատ էինք խոսում, չէ, զենքի բանակի մեկի մյուսի, բայց 80% անապատ տարածքի ունեցող Իսրայելը այսօր այդ անապատը վերածել է այգու, մենք մեր այգին, մենք մեր վարելահողերը վերածում ենք անապատի։ Հայաստանը նախորդին արտիկում իմացանք, որ Իսրայելից ելակ է ներկրում։ Կներկրի։ Էլ չասած, որ Եվրամիությունը ամենամեծ ներկրողներից է իսրայելական գյուղատնտեսական արտադրանքի։ Այո, բանջարեղենի, ցիտրուսների ելակի։ Որում ջուր չկա, ջուրը ամեն բանի արմատին մի կաթիլ վարկյանում այդ համակարգը մոնտաժված է այնտեղ դա էլ կոնդենսացիայի հաշվի եւ այն տեխնոլոգիական լուծումների, որոնք իդեպ մշակվում են բանակում եւ դրանք մասսայականացվում են արդեն արտադրական տարբեր աշխատելա պետք լոկալ բիզնեսի կազմակերպման նախաձեռնող պետք է դառնա պետությունը կոնկրետ ասենք համայնքում այդ լոգիստիկ ֆունկցիաները կազմակերպող, հա, այդ ընկերությունը ձևավորելու մեջ պետք է պետությունը որոշակի սկզբի համար այո նախաձեռնողականություն ցուցաբերի, մասնակցություն ունենա, մեթոդական օգնություն ցուցաբերի, հա, ինչպես ասում են, դնի շարժման մեջ ու անցնի հաջորդի։ Թողնելով այն մասնավորի, որ մարդիկ արդեն ինքնակազմակերպեն։ Այդ չկա այդ ունակությունները, չկա։ Պետք է սովորել։ Իդեպ ասեմ, գիտեք ինչ, մենք շատ ենք խոսում, սրանք ազնիվ են, սրանք անազնիվ են, հա, ճիշտ է, բայց Հայաստանին պետք է մեծ չափաբաժին եվրոպական պրոֆեսիոնալիզմի ներարկման, հա, պրոֆեսիոնալիզմ կառավարչական, գործարարական
այդ մեծ ներարկումը պետք է կազմակերպի պետությունը։ Այո, մենք պետք է խոստովանենք, այո, մենք սա չենք կարողանում, սա չգիտենք, սրանց ձեռքներս չի հասնում, սա չենք տեսել։ Այս ամենը պետք է սովորենք։ Բա ասում եք կրթությունը եւ այլ։ Բա այդ կրթության կարիքն էլ կա, չէ՞։ Բերել փորձագետներ, կրթեն եւ մեզ կպատրաստեն անհրաժեշտ որակավորում կհաղորդեն։ Հետևեք, որ բոլոր քննությունը բոլորը սովորեն եւ քննությունները տան, հետո նոր մոտենան գործի։ Այս առիթով ուզում եմ հիշել նաեւ նոյեմբերի 9-ին մեզ մոտ պատերազմի 5-րդ տարելիցն էր հայտնի այդ հայտարարության ստորագրման օրը միանգամից Ալիևն էր խոսում, Բայրամովն էր խոսում, իրենց Հարազատ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, կարծես նույն այսպես սինխրոն նույն դասարանից են, այո, սինխրոն հայտարարություններ էին անում։ Նույն օրը նաև Վալտեր Ֆրանկ Շտայնմայերը կարևոր հայտարարությամբ հանդես եկավ Գերմանիայի նախագահ AfD-ի հետ կապված այլընտրանք Գերմանիայի համար կազմակերպության կամ կուսակցության հաջողությունները կամ ժողովրդականությունը գնալով ավելի ու ավելի անհանգստացնող է ոչ միայն գերմանական հասարակությանը, այլև ամբողջ եվրոպական եւ գուցե աշխարհի, որովհետեւ այդ ծայրահեղաչական առաջխաղացումը ամբողջ կարծես համաշխարհային տրենդ է եւ դա չափազանց արդեն կարծում եմ ահագնացող տեմպեր է ստանում ու ընդհանրապես դեմոկրատական ուժերին, լիբերալ ուժերին առավելապես պիտի սա դառնա չափազանց զգուշացնող։ Ինչ էր ասում Շտայնմայերը, ասում էր այս ուժերը, ովքեր հակաժողովրդավարական եւ հակապետական են, իրենց բնույթով եւ իրենց գործունեությամբ հարվածում են պետության հիմքերին, վերջին որպես հնարավորություն դրանց պետք է արգելել եւ ուղղակի փակել։ Չկա այլ, եթե չի գտնվում այլ լուծում, ուրեմն այդ լուծումը պիտի համարել լեգիտիմ, որովհետեւ ավելի կարևոր բան պետության համար, քան ժողովրդավարության պաշտպանությունն է եւ պետության հիմքերի պաշտպանությունը գոյություն չունի։ Ուրեմն սա եթե բերենք պրոյեկտենք մեր իրականություն, հատկապես այդ օրերին տեղի ունեցած հայտարարությունների բովանդակությունը, որոնք ցուցմունք էին Հայաստանի դեմ, որոնք հարված էին ժողովրդավարությանը, պետության հիմքերին, կասկածի տակ էին դնում սահմանադրականությանը գործընթացների եւ ըստ էության ուղղակի նախկինում իրենք եղել են սահմանադրական կարգի տապալման հեղինակներ, հիմա էլ պատրաստ են այդ ճանապարհով գնալ, սպասարկելու համար օտարների շահը մեր երկրում։ Ուրեմն սա կարծես նաև մեզ համար ուղեցույց է դասագրքային այսպես ճշմարտություններով, թե Հայաստանը ընդհանրապես որ ճանապարհով պիտի գնա եւ ինչպես պիտի պաշտպանի իր ժողովրդավարությունը, որը ընդհանրապես հավասարազոր է պետության պաշտպանության, պետականության պաշտպանության օրակարգին, որտեղ չկա ժողովրդավարություն, չկա հայկական պետականություն, չկա ժողովրդավարություն, չկա հայկական ինքնիշխանության նույնիսկ հեռանկար եւ հորիզոն։ Դե մինչ գերմանացի իրավաբանները հիմա կաշխատեն հիմքերի վրա եւ կորոշեն AfD-ն փակում են թե ոչ, նաեւ կգնահատեն այդ սպառնալիքի մասշտաբները, կգան ճիշտ որոշման Գերմանիան կայացած ժողովրդավարությունը, չնայած սպառնալիքի տակ գտնվող, ի տարբերություն գերմանացի իրավաբանների, հայ իրավաբանները ավելի քիչ բան ունեն ըստ ամենայնի անելու, որովհետեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանը կատարման համար պարտադիր դատավճիռ է արձակել, որը Հայաստանը պարտավոր է կատարել, եւ հայ իրավաբաններին, եթե նրանք բարեխիղճ իրավաբան են, այլ ոչ թե Աղվան Հովսեփյանի պաչած իրավաբաններից, իրենց ուղղակի պետք է մի քանի օրենսդրական եւ իրավակիրառական, այսպես փոփոխություններ իրականացնել եւ դրանով զինել մեր իրավապահ մարմիններին եւ հատուկ ծառայություններին։ Սա այս ողջ process-ը պետք է լինի Վենետիկի հանձնաժողովի մանրակրկիտ փորձաքննության
ներքո, հա, այդ փորձագիտական այդ հասկողության ներքո եւ իրականացվի ընդ որում, այո, մենք ընտրություններին ընթառաջ պետք է շատ լավ հասկանանք, որ հայկական ժողովրդավարությունը այսօր վտանգի տակ է եւ այդ վտանգին դիմագրավելու ոչ գործի կազմակերպողը ապրիորի պետությունն է։ Չկա ուրիշ ցանկացած ընտրություն պիտի պետության ժողովրդավարական գործընթացները ժողովրդավարությունը ավելի ամրապնդող նպատակ ունենա։ Մենք հիմա ժողովրդավարությունը կազմաքանդող ուժերի այս մասնակցության պատճառով խոսում ենք այնպես անել, որ ժողովրդավարությունը ուրեմն անշրջելի դարձնենք։ Այո։ Մի բան, որը գոնե հեղափոխությունից 7 տարի անց այլևս մեզ չպիտի մտահոգեր։ Մեզ պիտի մտահոգեր գործընթացները այնպիսի հունով տանել, որ ժողովրդավարությունը միայն ամրապնդվի եւ դրանով ամրապնդվի մեր պետությունը, պետության ինստիտուտները։ Սա կլիներ իրական պատասխանը։ Plus դրան նաև մեր կուսակցության ծրագրերի մեջ էլ եմ նաև մտնում, որ մեր պետությունն էլ այո նույն Գերմանիայի օրինակով պետք է ունենա սահմանադրության, պաշտպանության հատուկ ծառայություն եւս։ Եվ այո, հակապետական հակումներ դրսևորող առանձին օղակները հասարակության մեջ այո պետք է մարգինալ օղակները, այո պետք է բացահայտվեն եւ նրանց թույլ չտրվի նախ ֆորմալիզացվել, գրանցվել որպես կուսակցություն, իհարկե այդ ամենը այո պետք է եւ հետո դրա արդյունքում նաեւ մասնակցել գործընթացներին։ Շատ ու շատ այլ զարգացումներ կան վերջին ժամերի քննարկումների առարկան նաեւ շքերթ կամ զորահանդես անել չանելուն է վերաբերում։ Չգիտեմ ինչու այդ հարցը եկել է հրապարակ, ընդհանրապես կարելի է իհարկե ամբողջահաճո հայտարարություններ անել եւ խոսել, որ մենք կարող ենք հիմա մակերեսին այսպես բանն հա լավ Բաքվում արել են մենք էլ անենք էլի մի քիչ ինչ որ հա այնց չբարթույթավորվելու դրանից, հա, չբարթույթավորվելու բայց դա ունի նաեւ ծայրահեղ մեկ այլ բայց եկեք մի հատ այդ առաջին հայացքից որտեղ այդ զորահանդեսը մեզ նաեւ աշխատանքի կենտրոնացման վրա է ազդում եւ հատկապես քանի որ Գերմանիայի մասին ենք խոսում, ես կուզեմ որ գերմանական օրինակին հետևենք։ Գերմանիան ջախջախված էր երկրորդ աշխարհամարտից հետո, Ճապոնիան ջախջախված կապիտուլացված էր երկրորդ աշխարհամարտից հետո, նրանք այս տարիներին ոչ մի անգամ զորահանդես եւ շքերթ չեն արել։ Միայն պատվո, ասենք առանձնահատուկ իրենց սպառազինությունը ցուցադրելու կարիք չեն ունեցել։ Բայց դրանից իրենց պետության հզորությունը եւ տնտեսական առավելությունը եւ տեխնոլոգիական առավելությունը իրենց անմիջական հարևանների եւ աշխարհի առաջատար երկրների նկատմամբ դրանից չի տուժել ու ես շատ պիտի ուզեի որպեսզի մենք ամեն լուման պաշտպանունակության մարտունակության դիմադրողունակության սոցիալական պաշտպանության ընդհանրապես աշխատավարձերի պատշաճ բարձր աշխատավարձերի վրա կարողանանք ծախսել եւ առավել կենտրոնանալ մեր բանել ասեմ որպես նախկին զինվորական իհարկե հաճելի է տեսնել այդ համազգեստով գեղեցիկ հա այդ զորահանդեսային համազգեստով զինվորականներին շքերթի ժամանակ հա զորահանդեսի այդ ամենը բայց այդ ինչ վերաբերում է զենքի ցուցադրությանը դա էսթետիկական տեսակետից պարզապես վատ ճաշակի դրսևորումը ինքնին ոճաբանական առումով սա մոսկովյան փխենյանյան ինչ որ sense մի մշակույթի էսթետիկա կա դրա մեջ որը ուղղակի վանող հասկանում եք զենք ունեցողը չի հանելու այնտեղ ցույց տա թափ տա դա մի քիչ Այլևս մեզ պետք է մեզ հետ տեղի ունեցածից հետո մենք ավելի բովանդակության եւ ավելի ունեցից ենք այո իհարկե պետք է այո առաջարկնել եղավ չէ եկեք գնացեք մենք հարկատուներով չէ մեր հարկերից է չէ զենքը գնանք տեսնենք թե մենք ինչ զենք ունենք մանավանդ որ հիմա ավելի ու ավելի շատ ենք համոզվում որ ոչ զենքն է այդ հարցերը լուծում մարդը հետախուզությունը ընդհանրապես են աշխատանքը որ մենք կարող ենք անել ետնաբեմում այո կարգապահությամբ
կազմակերպում կառավարչական ձիրքերով շնորհակալություն Շնորհակալություն։ զրույցի համար, հետաքրքիր առաջիկայում իհարկե նորանոր թեմաների շուրջ զրույցների առիթ կունենանք, Անպայման։ կհանդիպենք։